Դերեն որ չասեմ ես այդ ամենազը 6 ամսվա Հիմա ասեք ֆորացի ուզեի այս չէ ասեմ բան ասես մտալ էլի չի փլեր չի ամեն այս մարտացը բարև բան անեմ այո դա ямի որ էլի պետք է փլի ինչ է տա շատ Ես ո՞ն ինչ է ցույց տալի, որ սա գիալոգեն էսա կարող են անել, ես հոր ցուցակալի, նույն որն անում է, ինձ իմ փոխելու է, ասիկ այդ ճանապարհը քնես չդնես, լավ, ասիկ դե կամից վերա։ Չէ, երեք որսը չի։ Դες ծախսանում է կան, գումարներ տալ, տվել։ Եթե ճանապարհը ծաղում, դու քնի նորից է տալ։ Դա համար, այսօր դրել ենք 3 ուղղությամբ որ աշխատեն, առաջիկը, վաղականցն է գիալոգյան անել։ Այստեղ ապարներ կա, որոնք կարելի է որոնք պին գումությամբ գնալ։ Այդ դեպքում ասենք բնակիչների գումարներ կտան կհանեն։ Երկրորդ տարբերակը այս եղած ճանապարհը ինչքան փողակը կարգի բերել, ինչ-որ հիմա արել է ժամանակավոր։ Եվ երրորդ ճանապարհը եւ երրորդ տարբերակը որ հիմնական մի հատ ասենք ճանապարհ է, հիմնական ճանապարհ։ Այս երեք տարբերակ պետք է նայեն։ Եթե գիալոգյան ցույց տա որ սա պին ապարներ կա վերևը Առաջինը ես կանեն, որ ես խնդիրը լուծվի, որ սկսեն դրանով զբաղվել հիմնական ճանապարհը։ Այս է խնդիրը, իսկ որ նայում եմ, ես գիալոգյան չեմ կարող ցույց տա, որ այստեղ պինդապարներ կան։ Նույնն է, ինչ տարբեր, նույնն է։ Իհարկե, նույնն է, ոչ մի տարբերություն չկա։ Ստեղինը կամ Տրանսպորտի նախարարությունը, հիմա գերության ավարտացած գնալ գործի կառավարությունը որոշում կայացնել, որպեսզի առավոտը շուտ երկրաբանների կա ապարները ստեղ ուսումնասիրել, որ տեսնել հնարավորություն կա արդյոք շրջանցելու, այսինքն գոնե ապարներ դնում, որ կարողանան ճանապարհ։ Համարների տեղը տակ է, հա։ Եթե սա եղավ, արդեն բնականաբար պետք է ասվային իրացում, բաներ չեն գումարներ կարող։ Ազատում անջանակ։ Զուգահեռ երկրորդը, բացած ճանապարհը Զուգահեռ դրանք նախագծողները գալու են, որպեսզի ուղղություն տան, որ այս եղած ճանապարհում ինչ շփումներ անեն։ Եվ հաշվեն նաև, թե հիմնական ճանապարհ որ սարքել է, ասենք եթե դուրս գա հոսպիտ, սա դեշով եթե հոսպիտ դուրս գա, դա ինչ կարժենա պետության վրա, եւ տեսնել այդ 3-ից որն է ընդունում, ասից դա առնվազն 10-20 օր կտևի այդ որոշումը կայացնելու համար, առնվազն, թե որպեսզի լրիվ ուսումնասիրել։ Մինչև այդ պիտի այս ճանապարհը կարգի բերեն, որ գոնե շտապօֆիցիան դեպքերի դրուզավի, յոլա տանը, հա, յոլա էտան մինչև ճանապարհը ոչ Հիմա բայց ուրիշ ինչ կարա։ Շաններոզում։ Այն որ այն ճանապարհը պետք է ամենագնացրի, որ այլի էշտի հետո բավականին շատ դժվարին ճանապարհի երևեջներով, հետո պավառովներով, հետո ամեն մեքենա չի, որ պետք է այնտեղից բարձրանալ ու էշտի։ Շատ դժվար է։ Եթե որ ասել մի շատ տվանը կամ 300 կպրծվի, եթե նորից սկսեք այս օրվանից ելը դաղները նորոգում պատան, էլի ահատ ինչ ժամանակ կտելի։ Բայց միշտ ժամեր կսիրեք ման։ Ուսի հարց ես կասեմ։ Մենակ ես եմ, լուսավորում եմ այդ սպիտարը չօգնում, էլի։ Ես կասեմ։ Այդ հողն է փոթզեն ոդիկակը։ Ես տես առաջ հողը դուք կարաք տեսեք։ Ձեր ոդիկակը չէ՞։ ճիշտ ասել, վարաստանացի։ Հոսանքը հասկացանք, բայց ձեր ոդիկակը առաջ օրնական հոսանքը բիացրեցին գնացին էլ չեկան։ Ես էլ գիշեր-ցերեկ միասում եմ սպիտարը չկան։ Մեկը պարան եթե ունենան, թո բերեն խփեն, որ մարդիկ ապավ է թանգա։ Այս նորելանդից մի մեծ կտոր կա։ Նորանդից մի կտոր փուլ է կա։ Մի կտոր մեկ։ Այս թալը այդ ճիշտ ասել։ Այդ մինչև ասորը այդ ագարֆերը։ Այս քանդած հատվածը շատ ինջուրի միջի։ Հա, իմ խնդրակն որ համապատասխան էլեկտրիկին կարգադրես տեղ մի հատ բան, լույս անցկացնի, մենք այդ գումարը կվճարենք, որ աշխատանքը կատարի։ Շատ շնորհակալ եմ, Սմբատյա ջան, իմ խնդրանքով հնարավորինս արագ դա անել ժողովրդի։
Շատ շնորհակալ եմ։ Հիմա գյուղացիների մոտ եմ ես խոստացա փոխարինի մամուս նորից։ Արեղավ ես պարնաշունը գալու։ Ամենաշատը փոխնախարար զբաղեցին։ Բայց ասма, եկա երկրաբանները ցույց տա, որ հիմա ես էսիլա փլելու, մի հատ հեռու մեզից։ Անջունեմ ասել, շուտեցի առանցին ասել, բանի վտանգավոր եմ, չէ դպրոցտակը։ Ինչե դպրոցտակը վտանգավոր է, այն է, այսպես ոստը փակվեն դե այդ հատ։ Հիմա էլ ասում ենք, որ հեռու մեզից գոնե զոր չի եղել։ Հիմա անենց անենք զոր ունի։ Հիմա թե զոր։ Ապարը չեն Կռերով, կայք մետրնեզը դենշտում։ Կռերով ճամբաղ չի լինի։ Կռերով երբեք ճամբաղ չի։ Են իշտան։ Կռերով։ Կնար յուկետ մտնականարի որ էտ Արդեն բացի։ Հիմա ենտին կարող է կռերով է ծանդը տլուբանեն իշտան են ընծուցել։ Իզև են ընծուցել։ դեն չի էտ Դե տլուբանները պտի մտացել, խոմետիմ չէ։ Մտացել, հա։ Այ չեզի բան։ Չէ Ստեղից։ Բայց կարող է, չէ։ Բայց կարող է և չաշխատի, չէ։ Դե շուրջա։ Oy David! David! Պարոն Բագրատյան, այսօր քիչ առաջ ձեր մարզում էին կառավարության ներկայացուցիչներ, տարածքային կառավարման նախարար Արմեն փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։ Ինչն էր պատճառը, որ նրանք եկել են ձեր մարզ։ Հունիսի 2-ին Շատրին գյուղի դպրոցից մոտ 300 մետր վերև փլուզում էր առաջացել, մոտարապես 40 մետր երկարությամբ, 6 մետր լայնքով, 30 մետր խորությամբ։ Փլուզման հետևանքով փաստորեն մարզի 7 գյուղեր կտրվել են մարզ կենտրոնից եւ բնականաբար կենսապահովման խնդիրներ են առաջացել։ Այս հարցի հետ կապված մենք ճիշտ է
շրջանցիկ ճանապարհի հնարավորություն ստեղծեցինք մեր ուժերով, մեր հնարավորություններով, ինչ որ կառավարությունը կարձագանքեր խնդրի, եւ այսօր փոխարչապետ Արմեն Գևորգյանը եւ ԺՊՏ-ի նախագահ Անդրեասյանի ուղեկցությամբ, տրանսպորտի փոխնախարարի ուղեկցությամբ, Ծիգի տնօրեն Քոչինյանի ուղեկցությամբ այցելեցին Շատինի հատվածը, փլվածքը դիտարկելու եւ որոշվեց, որ 3 ուղղությամբ աշխատանքներ տարվեն, առաջինը նախագծվի շրջանցիկ ճանապարհը, երկրորդը վերականգնման հնարավորությունները փլվածքի եւ երրորդը երկրաբանական հետախուզական աշխատանքներ կատարվի փլվածքի մոտ ավելի կարճ շրջանցիկ ճանապարհ կառուցելու նպատակով, որից հետո եղեք Լաձորում վթարային շենք ունենք Նիկոյան 15 հասցեում, դա նայեց պարոն փոխվարչապետը եւ Վայքի հատվածում արագ փչացող հանդամաս ունենք, որտեղ աստորեն ամբողջովին ծածկվել էր ջրով, 30 հեկտարից 15 հեկտար լրիվ ջրածածկ էր։ Այս հարցերը փոխվարչապետը եւ կաբինետը ուսումնասիրեցին, հանրահայտություն ստացան առավոտյան հետախուզական աշխատանքները սկսել եւ նախագծային աշխատանքները զուգահեռ սկսել։ Բացի դրանից նայեցինք այս հատվածում փաստորեն ապաշերտը տեսեք հայթայված է, պատնեշ կառուցելու համար հաշվարկվեց, որ մոտ 35 միլիոն դրամի կարողանա կառավարությունը գումար հատկացնել, որպեսզի կարողանա ապահովել հատվածը ամրացնել եւ եւս 28 միլիոն խոստացան Վայքի տարածքում հաշվարկներից վերջնական հաշվարկներից հետո, եթե իսկապես կհաստատվի այդ գումարը, դա մարզպետարանի հաշվարկի արդյունքում է ձևավորվել, եթե կառավարությունը կհաստատի, հետո նույնպես այդ գումարը կհատկացվեն ապամերձ հատվածը ամրացնելու համար։ Եվ նախագծային աշխատանքների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում որոշում կայացվի, թե Շատինի հատվածում որ խնդրի լուծման որ ճանապարհն է ընտրվում, այսինքն շրջանցիկ երկար ճանապարհ, շրջանցիկ կարճ ճանապարհ եւ վերականգնողական աշխատանքներ։ Պարոն Բագրատյան, վերականգնողական աշխատանքները հիմնականում երբ կավարտվի, որովհետեւ հսկայական փոս է, հսկայական փլուզում է, դա ըստ գյուղացիների դա կտևի 7 ամսից 1 տարի։ Ասեմ, որ մենք աշկի տեսողությամբ կարող եմ ասել, հիմնականում ապարները կավային ապարներ էին, բնականաբար կավային ապարները իրենք ամրություն չունեն, չեն կարող երկար ժամանակ իրենք շահագործել այդ վիճակով, հետևաբար, որպեսզի մենք կարողանանք դա վերականգնվել, պետք է երկաթբետոնյա կոնստրուկցիաներ այդ նման աշխատանքներ իրականացվեն, որոնք ավելի բարդ են եւ ավելի ծավալային եւ 1000 խորանարդ մետրից ավելի հողային աշխատանքներ կային։ Այս ամբողջը իմ կարծիքով ոչ պակաս քան 6 ամիս այո աշխատանքի տևողության անհրաժեշտություն կա։ Եթե իհարկե շատ հրատապ հնարավորություններ կիրառվեն, միգուցե ավելի կարճ ժամանակահատվածում կարողանանք իրականացնել այդ աշխատանքները, կապված ֆինանսավորման ծավալից եւ աշխատանքները երբ սկսեն, որովհետեւ տեսեք ներևս ջուրը ամբողջովին չի հանդարտվել եւ ներևս դժվար կլինի նմանատիպ աշխատանքներ իրականացնել, իսկ հավանաբար 1 ամսից նոր արդեն այն վիճակը կլինի, որ կարող ենք ջրի հունի մեջ կատարել երկաթբետոնյա ամրացման աշխատանքներ։ Ենթադրում եմ, որ մինչև տարվա վերջ կարող ենք